կրկին անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որը վերացված է Կտրիչ Ներսիսյանի եւ նրա թայֆայի կողմից Կուկուշկայի աթոռի, հայտարարություն են տարածել այն մասին, որ կոչով դիմում են թե գլխավոր դատախազին, թե դատախազությանը եւ ասում են հետեւյալը, որ չեղարկեք վճիրը, այսինքն այն մասին, որ պիտի այլևս ելք ու մուտք չունենա, որևէ հնարավորություն չունենա մեկնել Կտրիչ Ներսիսյանը եւ այն քրեական հետապնդումը, որ հարուցվել է Կտրիչ Ներսիսյանի նկատմամբ, ուրեմն դա պետք է կարճեք։ Դուք պատկերացնում եք մարդկանց անորմալ մոտեցումը եւ ոչ մենակ անորմալ, լկտիության, սրբապղծության նաեւ մոտեցումը։ Այս հարցը, որը որ փորձել են Մայրաթորի ստահակները աղավաղված լույսի ներքո ներկայացնել, այսինքն պարզ աշխատանք, որը որ կատարում է բարձրագույն իրավական ստատուս ունեցող ինստիտուտը Հայաստանի գլխավոր դատախազությունը, այսինքն նրանք իրենց առաքելությունն են անում եւ Փառք Աստուծո ես գրառում կատարեցի եւ որի մեջ հայտնեցի իմ շնորհակալությունը, երախտիկս հայտնեցի նաեւ գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին այն բանի համար, որ նա վերջապես այսքան տարիներ մենք խոսում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը այդ չարիքը, որը որ Հայաստանի մեջ գործում է սանձարձակ, ինքնահեծան, աղավաղել է բովանդակությունը քրիստոնեական ուսմունքի ամբողջությամբ, խեղել է եկեղեցին, խաթարել է բոլոր եկեղեցական կանոնակարգը եւ ոտնահարում է ամենօրյա ուրեմն ռեժիմով Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ու սահմանադրությունը, դասելով իրեն որպես վերի արտիցորեն, որը ենթակա չէ Հայաստանի գործող օրենքին, եկեղեցում նմանապես իր համար հաշիվ չեն այս առաքելական կանոնները, տիեզերական ժողովների որոշումները եւ մնացյալ բոլոր ինչքան որ կան օրենքներ, իր համար դրանք գոյություն չունեն, իր համար գոյություն ունի իր անձնական մոտեցումը, վերաբերմունքը այդ ամենի նկատմամբ եւ ինքը կարծում է, որ նա կարող է շրջանցել ցանկացած թե եկեղեցական, թե աշխարհիկ կյանքի մեջ օրենքները եւ եթե մեկը փորձում է իրեն ցույց տալ իր տեղը, որ նա պետք է ենթակա լինի եւ այս դաշտում եւ այն դաշտում օրենքին, նա ասում է, որ ինձ իրավունք չունեք թփնալ, քանի որ ես ամենայն հայոց կաթողիկոս եմ։ Դուք գիտեք ինչ տպավորություն է, ասում եմ անորմալ հոգեկան խանգարմունք ունեցող մի մարդու, կարծես ինքը Աստված է, մեղակ է ստեր։ Եվ Աստված է մենակ վերը օրենքից, Աստվածն է, որովհետև ամեն ինչի սկիզբն ու վերջը եւ ինքը հաստատում է բոլոր օրենքները։ Աստվածն է սկիզբն ու վերջը։ Իսկ դու ով ես։ Ուզում եմ հարցնել քեզ, դու ով ես, դու մահկանացու մի ստահակ մի աֆերիստի մեկն ես։ Կտրիչ Ներսիսյան։ Ուրեմն մոլագար սերականը, որը հայտնի է Մակ անունով որպես Նատաշա կամ Նանար, Նաթան Կեղծ եպիսկոպոս Հովանիսյանը ուրեմն վերին լկտիությամբ գագաթնակետներ այսօր, որ ինքը ինչ խոսեց, ինքը խոսեց, որ Հայաստանի Հանրապետությունը ասում է, ոմանք կան, որոնք կվերջացնեն, չի լինի, բայց եկեղեցին կմնա բանը, Մայրաթորը կմնա Էջմիածնում։ Տեսեք, ես ասում եմ, այս մարդկանց լեզուն, քանի որ ոսկոր չունի, չէ, խոսում է, ինչ որ ուզում են, ապրծպր բաներ են խոսում, մոռանալով, որ իրենք ի պաշտոնե են խոսում, իրենք հայտարարություններ են անում լրատվամիջոցներին եւ սկսվում է այդ վնգստոցը, հետո շարունակվում է վնգստոցը լրատվականների մեդիա ամբողջ այդ դաշտից եւ սկսվում են ուրեմն տարբեր տեսակի խելագար նորից, որևէ աղերս չունեցող իրականության հետ հոդվածներ լույս տեսնալ, հրապարակումներ եւ այլն, որպեսզի մոլորեցնեն հասարակությունը, բայց
մոռանում են մի բարձ բան, որ այլևս այն տարիները չեն, հասարակությունը այլևս հեշտ թակարդը չի ընկնում, ինչպես որ նախկինում կարողանում էին խաբեին եւ հաջողվում էր իրենց խաբեբայությունը։ Ուրեմն մոլագար սերականը, քանի որ ինքը շայկայի մեջ է Կտրիչ Ներսիսյանի եւ շատ ճիշտ ու լավ անդրադարձ արեց այդ ամենին, աշխատակազմի ղեկավար պարոն Հարությունյան Արայիկը, որը հայտարարեց այս մասին, որ այն մարդիկ, որոնք արևանգել են եկեղեցին, այդ շայկան, որոնք ոչ մի կապ չունեն Հիսուս Քրիստոսի հետ, մեր Տիրոջ հետ, նրանք աղերս չունեն, այս մարդիկ հավատքի մեջ չեն։ Հիսուս Քրիստոսը չի ասել գնա տղաների հետևից ընկի եւ ասա, որ ոտները գայթակղեցնում են։ Տղաներին, այսինքն ճեմարանի սաներին, սարկաբակներին, երիտասարդ, ով որ երիտասարդ կա եւ չեմ բացառում նաեւ նույնը կասի հավատացյալներին, ովքեր որ կգնան այնտեղ։ Այսինքն մարդը, որ փչացած է, մինչեւ վերջ, մինչեւ ողնուծուցը փչացած մարդ է, հա, ինքը իրեն իրավունք է վերապահում ցեղ շփրտել երկրի իշխանության հասցեն եւ ամբողջ պետական համակարգը ուրեմն աղավաղված կերպով ներկայացնել այլ լույսի ներքո, ասում այսօրվա մեր երկրում ամեն ինչ հնարավոր է, որ հարցեցին, որ ինչպես եք պատկերացնում Կտրիչ Ներսիսյան արդյոք կարող է կալանավորվել թե ոչ։ Իհարկե օրենքը նախատեսում է եւ ես հույս ունեմ, որ օրենքին համաձայն իրավապահ համակարգը պետք է կալանավորի Կտրիչ Ներսիսյանին եւ պետք է կանչի պատասխանի, ինքը պետք է կանգնի արդարադատության առաջ։ Այո, դատարանը գոյություն ունի բոլորի համար հավասար պայմանների մեջ պետք է դնի ցանկացած մեկին, անկախ դրանից թե նա ինչ դիրքն ու պաշտոն զբաղեցնում է, շարքային քաղաքացուց մինչև վերջի ամենաբարձր աստիճանի պաշտոնյան։ Նա պետք է, եթե հանցանք է գործել, կանգնի արդարադատության առաջ։ Այսինքն դատավորը եւ դատարանը խաղալիք չէ քեզ համար։ Լեզուտ պիտի կտրել, նանար, Նատաշա, ինչ ասեմ քեզ։ Ոնց անվանեմ քեզ, դու ինչ եպիսկոպոս ես, դու փչացածի մեկն ես։ Դու հայտարարում եմ քեզ, որ դու վաղուց կարգազուրկ եղած ես եկեղեցական կանոնի համաձայն, այսինքն քո ծառայությունը պիտի արգելվի, քանի որ դու պղծության մեջ ես գտնվում եւ սարսափելի սոդոմական մեղքերով ես տառապում։ Եվ այդպիսի մարդիկ շատ կան։ Մասնավորապես մանկապիղծ եղբայր, Եզրաս, Կարո, կագեբեշնիկ, հա, Գարեգին բես սատանայի կրծեր եղբայրը եւ մնացյալը, ովքեր որ այս մեղքի մեջ են, լող տալիս, այդ կեղտի մեջ են, լող տալիս։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, այսօր նաև վնգստոցները լսեցինք Մոսկվայից Արա Աբրահամյանը հայտարարություն է նմանապես տարածել, որ ինքը այդ մաշենիկը է, այդ խարդախը, որ նա պիտի կանգնի Կտրիչ Ներսիսյանի կողքին։ Մեկը հարց տա, Արա Աբրահամյան, այ ընկեր, երբ ես դու ընդհանրապես ընտրվել, քեզ ով ա ուզել Ռուսաստանից։ Ոչ ոք քեզ չուզեց Արա Աբրահամյան, որ դու դառնաս այդ ամբողջ այն ծայրածիր երկրի նախագահը, որովհետև դու ընտրված չես եղել ոչ մեկ անգամ։ Եվ մեկ անգամ էլ հայտարարել է, որ ամբողջ աշխարհի միության նախագահն է, հիշում եմ, այդպիսի խելագար միտքը քաշեց, հետո տեսավ Նիպրակացիլը, հա, կարճ ասած։ Եվ դա փագեցին այդ հարցը, բայց Ռուսաստանի մեջ նմանապես անծայրածիր այդ պետության մեջ ինքը ամբողջ հայության անունից է խոսում, բայց մեկը հարց տա իրեն, թե որ հայրն է գնացել, ընտրել քեզ, ցանկանում է, որ դու լինես դա, հենց ինչի համար, որ արժանինքների համար, դու ինչ ես քեզանից ներկայացնում, այ անպարաճանաչ, այ անգրագետ, դու Ռուսաստանում ապրելով ռուսերեն չգիտես խոսել, դու ռուսերեն գրել չգիտես, դու ընդհանրապես ինչ ես քեզանից ներկայացնում, Արա Աբրահամյան, դու ոնց քեզ իրավունքը վերապահում ամբողջ Ռուսաստանի հայության անունից խոսել, ով է քեզ այդ տեղը նշանակել, ով է քեզ դրել այդ տեղը։ Այսինքն մարդիկ, որոնք ոչ մի կապ չունեն, նմանապես այդ մարդիկ էլ ոչ մի կապ չունեն ազգի հետ, այդ հասարակական գործնեության հետ, ժուլիկ է մեկ հատ խուժան, այդ խուժանին այսօր բերել դրել է ինքը իրեն այնտեղ, լավ կապերով իրա կաշառքով ամեն ինչով գործերը դասավորելա,
Եվ ասում է ես ամբողջ Ռուսաստանի հայությունն եմ ներկայացնում։ Այդպես չի։ Եւ հայտարարում ես ինչքան կուզես հայտարարի, ինչպես որ Կտրիչ Ներսիսյանը կարող է ներկայացնել կրիմինալի, քրեաօլիգարխիայի, մաֆիայի կամ նախկին իշխանության այսօրվա կարկառուն ընդդիմության ներկայացուցիչներին, որտեղ նրանց կաթողիկոսն է, ոչ թե ամենայն հայոցն է, այլ այդ թվարկած շրջանակների։ Այնպես էլ դու կարող ես խոսես այն խուժաններից, պիպոյից, հա, Դոն Պուպուլիկի դու Արա Աբրահամյանն ես։ Չի ընտրվել երբեք։ Ուրեմն դու կարող ես ներկայացնել մենակ կրիմինալիտետը Արա Աբրահամյան, Ռուսաստանում ապրող մենակ մաֆիային, հայկական ազգանուններով այդ սվոլոչներին, հա, այդ խուլիգաններին, բայց դու չես կարող ներկայացնել ամբողջ հայությունը, որոնք քեզ չեն ընտրել։ Հետևաբար, սիրելիներ, այսօրվա իրավիճակը, որ ստեղծվել է Մայրաթորում, հայտարարում են, որ հավաք պիտի լինի, Ավստրիա պիտի գնան, հա, այդքան տոմս են պատվիրել, այդքան փող են ծախսել, անիմաստ տեղը, հա, պատկերացրեք ինչքան գումար են վատնել, կամուն են տվել, վատնել են այդ գումարը պիտի աղքատներին տային, նրանք գնում են այնտեղ, ինչի համար, ոչ մի ժողով գոյություն չունի, ոչ մի բան չկա, օրակարգ չկա, որևէ բան չկա, ինչի համար են գնում, մեծ պահքի օրոք, գիտեք, որ վաղվանից սկսվում է մեծ պահք, այսօր բուն բարեկենդանն է, ուրեմն ամենասքավոր շրջանն է, դա Հայաստանում է, ես առաջնորդում եմ հիմտոմարով, ինչպես որ Երուսաղեմն է, առաջնորդվում և մենք մեկ շաբաթ անց պիտի մյուս կիրակի բուն բարեկենդանն է մեր։ Եսի նկատի ունեմ Հայաստանի մեջ կա արդեն և ամբողջ մնացյալ թեմերում, ովքեր որ կապված են, ոչ բոլորը, բայց որոշ թեմերը կապված են մեծ մասը, իհարկե, բանի նոր տոմարի հետ։ Ուրեմն նրանք բոլորը պիտի գնան պահքի մեջ, այնտեղ ռեստորաններում պետք է լապեն, ուտեն, խմեն, հարբեն, հետո գնան անբարոյականություն անեն, էս է դրանց օրակարգը։ Այսինքն եպիսկոպոսական ժողովը, որը որ իհարկե տեղի չպիտի ունենա, ուզում եմ տեսնալ քանի հոգի պիտի գնան Ավստրիա հասնեն, այսքան մարդ որ ծախսեր են արել եւ իհարկե մի մասը չի կարող արխիվել է, չի կարող դուրս գալ, ուրեմն ինչ որ մի որոշ հատված կգնա այնտեղ, բարձա որ ոչ մի բան չպիտի անեն, պիտի գնան զվարճանան։ Հիմա իմացեք, հայ հավատացյալներ, որ այդ եպիսկոպոսական հավաքը դա զուտ ձևական բնույթ է կրելու, պատրվակ, որտեղ գնալու են Ավստրիայում քեֆանեն։ Պահքի, մեծ պահքի շրջանում գնալու են բոզություն անեն, հազար ներողություն, գնալու են ուտեն, խմեն, հարբեն եւ այլն։ Այս սա է լինելու ըստ էության իրենց գործը։ Ուրեմն վաղվանից քանի որ պահքը սկսվում է եւ ասեցի արդեն հավատացյալները պիտի պահեն եւ նույնիսկ ուտելիքները միայն բուսական ծագում ունեցող այդ կերակուրներից կարող են միայն օգտվել։ Ուրեմն այդ ժողովի ժամանակ, որ իբր թե պիտի գնային այնտեղ, հենց ընտրել են այն ժամանակ, որ այնտեղ գնան խուժանություն անեն։ Կտրիչ Ներսիսյանը դրամար էր ուզում գնալ։ Հիմա դարդա իր սիրտը դարդա, չի կարող գնալ, երկրից չի կարող բացակայել։ Դու պիտի դատարան գնաս, քո տեղը կամպնա, քո տեղը ուղակի այդ հաստատություններն են իրավապահ համակարգի հետ կապված, դատախազություն, քննչական, ուր որ քեզ կկանչեն, ներքին գործեր եւ այն, այլևս քո ճամփորդությունը պիտի լինի դեպի այն տեղը, այն հյուրանոցը, որը որ ամեն մեկը չի ցանկանում, 3 աստղանի չէ նույնիսկ այդ հյուրանոցը, 1 աստղանի է, այդ 1 աստղանի հյուրանոցն ես գնալու, մնաս, էս է, և Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցին պետք է արձանագրի, որ ինչքան կարող է դիմակայել այլևս այդ խմբակը, փոքրիկ խմբակը, չէ, որոնք իրենք փաստորեն այդ խոսքը իրանք մեջտեղ գցեցին, Տաշիր Սամոյի բերանով, անվանելով պետությունը, այդ պետության ղեկին կանգնածները,
Այսօրվա դրությամբ ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է իշխանությունների կողմից։ Իշխանությունները, եթե դու վերագրում ես եւ վերանվանում ես, անվանարկում ես փոքրիկ խմբակ, նշանակում է դու արդեն իսկ հանցագործություն ես կատարում, հա։ Դա արդեն անթույլատրելի պիտակ է, որը փակցվում է։ Հիմա ես Արա Աբրահամյանին, Տաշիր Սամոյին, բոլորին եզրասին սաղին կասեմ, որ գնացեք Ռուսաստանում, այնտեղ ասեք Կրեմլի այդ բանդային, ասեք փոքրիկ խմբակ։ Ձեր վիզը կփոկեն։ Ձեզ կփթացնեն այն ամենայն Մագադանի բանտերում, եթե դուք հանկարծ ձեր բերանից թռցնեք եւ ասեք, անվանեք Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, նրա ղեկավարին փոքրիկ խմբակ։ Այ դա կանեն ձեզ։ Տեսեք, այնտեղ գնում են, լիզում են այդ իշխանությունների կոշիկների պատոշը, բայց Հայաստանի վրա թքած ունեն եւ փաստորեն Հայաստանի պետական ինստիտուտների վրա թքած ունեն։ Այս սա է, որը իրենց հնարավորությունները նրանք ուզում են կանխել այդ խոսքը հարվածելով այս էջին։ Ուրեմն պետությունը կամ պետական ինստիտուտները երբեք չեն կարող անվանվել փոքրիկ խմբակ։ Դա ականջին օղ թողանի եւ Արա Աբրահամյանը եւ Սամվել Կարապետյանը եւ ամեն մի մարդ, ամեն մի ստահակ մայրաթորի անունից խոսացող, մայրաթորի անունը մի շահեք կեղտի եւ ախտոտ ձեր բերանը մի բացեք սպեկուլյացիա անելով մայրաթորի հեղինակությունը ուրեմն գետին տալով։ Մի արեք, Կուկուշկայաթորից խոսեք։ Ասեք մենք Կուկուշկայաթորն ենք ներկայացնում, այ Կուկուշկայաթորն է։ Լսվում է թե ոչ, մեկը թող ասի ինձ։ Ուրեմն ես կուզեմ ասել հետևյալը, որ ամեն տեսակի այլանդակության համար այս մարդիկ պատրաստ են, բայց թող ականջինող անեն, որ մենք պիտի հետևողական լինենք եւ պետք է իրենց բոլորին ուղարկենք ճաղերի ետևը, հանգստավայր, որտեղ հանգստանան այս մարդիկ։ Մայրաթորը մի խառնեք Կուկուշկայաթորի հետ։ Մի խոսեք մայրաթորի անունից, խոսեք ձեր անձերի անունից կամ ասեք Կուկուշկայաթորը, կուկուն կանչում է սուտ է խոսում։ Այս սա ուզում եմ դա ասել անպայման։ Եվ ուզում եմ ասել նաև հետևյալը. բոլորի հետևից մենք գալու ենք եւ բոլորի հարցը այնտեղ բարձրացնելու ենք։ Այն բոլոր անձանց, ովքեր այսօր լեզուները 100 մետր երկարացնում են լեզուն, այն օծի լեզուն, որ այսպես է դուրս գալիս, հա, երկու մասի է բաժանվում։ Այդ լեզուները, որ ցենց դուք հանում եք, եւ սուտ եք խոսում, ափաշկարա, նայելով այդ էկրաններին առաջ, այդ բանի համար դուք պատասխան եք բոլոր մեջ։ Ուզում են ժամանակ, երբ որ մենք մակրում կանենք, այնտեղ ավելով պիտի գեներալն ու բոր կանենք, հա, պիտի այդ կեղտից, այդ աղբից, այդ աղխորը մակրենք։ Պետք է եկեղեցի դառնա, ոչ թե դառնա խուժանանոց, ոչ թե դառնա բիզնես բոստան, ոչ թե դառնա Կտրիշ Ներսիսյանի դախլա, այդ բոլորը պիտի վերջանա այնտեղ, այլ պիտի դառնա մայ կենտրոն, հոգևոր կենտրոն պիտի դառնա։ Պետք է վերադարձնենք, երկար է պտտում, ուրեմն կրկնում եմ, որ մենք պետք է ամբողջությամբ վերականգնենք այս մայրաթորում ստեղծված խայտառակ իրավիճակը փակվելու է, արդեն տեսանելի է այդ լույսը թունելի վերջում օրերի հարց է, պետք է այդ հարցը վերջանա եւ միասին պետք է այդ հոգեվոր ճանապարհով քայլենք եւ պետք է մեր եկեղեցին շենացնենք, սիրելի ժողովուրդ, այսքանը աչնարարչական, բազուկսպրչական, սուրխաչատերյունական լինի ձեզ պահաբան այսում հետև մինչև հավիդյան ամեն։ Չի ստացվելու իրենց մոտ որևէ բան։ Կտրիշ Ներսիսյանը պիտի գնա հանգստի, երկար ժամանակ պիտի ճաղերի հետ տածի այն մասին, թե ինչպես է իր հոգին փչելու, որտեղ պատրաստվելու է այնտեղ։ Ինքը պիտի այնտեղ պատրաստվի հանդերձյալ կյանքին, թե ինչեր են իրան սպասում, ինչ դատ ու դատաստան է սպասում։ Այսքանը շատ տարածեցեք կխնդրեմ։